Նահատակ Պոչամբարն է, գտնվում է Մեծայրում գյուղի տարածքում, Աղթալայի լեռնահարստացման կոմբինատի թափոններն այստեղ են լցվում, դրանք ամենատարբեր ծանր մետաղներ ու քիմիական նյութեր են, կապար, ցինկ, մանգան, մկնդեղ եւ այլն։ Նորմալ պատնեշ չկա, այսինքն ընտանի կենդանիները մտնում են ներս եւ այնտեղ առածում են, բնականաբար իրենք եւս այդ բոլոր ռիսկերը, որով մարդկանց համար են նաև անցնում են կենթանուց կաթնամթերքի մսի միջոցով կարող են անցնել մարդուն։ Այս Պոչամբարը շահագործման 15 տարիների ընթացքում հասցրել է վնասակար նյութերով վարակել տասնյակ հեկտարներով հողատարածքներ, ջրային ռեսուրսներ։ Ժամանակ առ ժամանակ, երբ նահատակ Պոչամբարում վթարներ են տեղի ունենում, ջուրը արտահոսում է դեպի Տեպետ, այնտեղից էլ մարդկանց այգիներ, որոնք չորանում են։ Պոչամբարի շրջակա գյուղերի բնակիչները շարունակում են մեծ վնասներ կրել։ Հողից բերք չեն ստանում, առողջական խնդիրների պատճառով մարդիկ իրենց տներն են լքում ու գյուղերից հեռանում։ Ընտանիք գիտեմ, որ արտագաղթել է գյուղից, հենց այն պատճառով, որ նշում են, որ երեխան այստեղ խնդիրներ է ունենում ալերգիկ, առողջական, երբ իրենք արտագաղթելուց հետո այդ խնդիրները վերացել են, երբ որ վերադառնում են գյուղ, խնդիրները նորից ոնց որ ի հայտ են գալիս։ Հարևանությամբ ապրող մարդիկ իհարկե գլխապտույտ, սրտախառնոց ունենում են միշտ, այրում գյուղում էլ այդպիսի հիվանդություններ, դեպքեր եղել են։ Հետո հետազոտություն չի կատարվում, ուռուցքներով հիվանդությունները իհարկե շատ են մեր մարզում, բայց հատկապես այս Ալավերդու, այս մեր գյուղերի տարածքում ավելի շատ են։ Երևի ամեն երկրորդ, երրորդ մահը, որ տեղի է ունենում, ուռուցքով հիվանդներ են։ Ես կապում եմ այդ ծանր մետաղների հետ, այդ հանքերի հետ։ Ճոճկան գյուղի բնակիչ Սամվել Սիրադեղյանի ընտանիքի անդամներից նաև հարևան մի քանի գյուղերի բնակիչներից կենսանմուշներ են վերցվել, որոնք փորձաքննության են ենթարկվել Չեխիայում։ Պարզվել է, որ նրանց օրգանիզմում մկնդեղի եւ այլ վնասակար նյութերի քանակությունը տասնյակ անգամներ գերազանցում է թույլատրելի նորման։ Ֆերմերի մոտ 1.5 հեկտար Թեղծենու այգին աղտոտված այս ջրով ոռոգելու պատճառով է չորացել։ Նա ընդդեմ Աղթալայի լեռնահարստացման կոմբինատի հայց է ներկայացրել դատարան, տնտեսական եւ առողջապահական վնասների փոխհատուցման պահանջով 4 տարի է գործը քննվում է։ Ցկցկվելով առաջնատյանի դատարան, հետո գնացել է վերաքննիչ, հետո էլի հետ են ուղարկել, հիմա էլ փորձաքննության են ուղարկել, այնտեղից պատասխան նորից եկել է, որ այդ ծախսերը պետք է հայց որ կողմն անի, մեծ գումարներ են անհրաժեշտ։ Մենք իհարկե ի վիճակի չենք այդքան գումարներ մուծել, որպեսզի գան փորձաքննություն անեն։ Եվ մի բան է զավեշտ տալի, որ փորձաքննության կենտրոնից պատասխանել են իմ փաստաբանին, որ իրենք համապատասխան կադրեր չունեն, մասնագետներ չունեն, պետք է արտասահմանից հրավիրեն։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարություն տարածեց, որ հանքարդյունաբերական ընկերություններից մեկը կաշառք է առաջարկել տեսչության տեսուչին, որպեսզի Դեբետ գետի աղտոտման ցուցանիշը նվազեցնի, միջինացնի, որը ցույց կտա, որ այդ ջրով հնարավոր է ոռոգում իրականացնել առանց վնասների։ Այսինքն այստեղ ինչ որ ապացուցելու կարիք չկա, բայց այսինքն այդ ուղղությամբ մարդիկ աշխատում են, որ դա ջրի երես դուրս չգա։ 2 տարի առաջ Պտղավան եւ Արջիստ գյուղերի բնակիչները ահազանգել էին նահատակ Պոչամբարից տեղի ունեցող վթարային արտահոսքի պատճառով Դեբետ գետի աղտոտման մասին։ Ահազանգի հետքերով քրեական գործ էր հարուցվել, թե այն ինչ փուլում է տեղեկություններ չկան, իսկ ըստ փաստաթղթերի այս Պոչամբարը վաղուց պետք է ռեկուլտիվացված լիներ։ Ինքը արդեն սպառել է իրեն, որպես Պոչամբար, շմակ գործընթաց է եղել, շրջակա միջավայրի ազդեցության գնահատման գործընթաց, որի շրջանակներում մշակվել է ռեկուլտիվացիոն պլան եւ նշանակվել են ժամկետներ, դերևս 2021 թվականին, ու պիտի մինչև 2024 թվականը ինքը ռեկուլտիվացված ավարտված լիներ։ Իդեպ ռեկուլտիվացումը պետք է իրականացներ կոմբինատը, ինչը չի արվել։ Կառավարությունից էլ բնապահպանների գրավոր հարցմանը պատասխանել են, թե տեղյակ չեն, արվել է թե ոչ։ Իսկ ըստ բնակիչների ռեկուլտիվացիայի փոխարեն Պոչամբարը շարունակում է գիշեր-ցերեկ թափոններով լցվել, թեև դրա գործարկման ժամկետը վաղուց լրացել է։ Այն հիմա գերծանրաբեռնված է եւ ամեն պահի հնարավոր է փլուզվի։ Պոչամբարի 3 կողմերից արդեն հող են լցնում պարբերաբար եւ պատվարները բարձրացնում ու այդպես այդ հիմքի վրա Պոչամբարը աճում է, սնկի նման աճում է։ Ոչ մի պաշտպանիչ չկա, իհարկե փողաշերտերը
բիոմեմբրան պետք է կատարվեր, այդ հողի տակ պետք է մեկուսիչ շերտ պետք է լիներ, որը չկա։ Պոչամբարների տեխնիկական վիճակի ուսումնասիրություն իրականացնողը նախկինում արտակարգ իրավիճակների, հիմա ներքին գործերի նախարարությունն է։ Ըստ իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանի, նման ուսումնասիրությունները կաբինետային իրավիճակում են կատարվում։ Օրինակ, նահատակ Պոչամբարը գտնվում է Մեծայրում գյուղի տարածքում, բայց նշված գյուղը ազդակիր բնակավայր չի համարվում, որովհետև ըստ Դուլգարյանի փորձաքննությունը տեղում չի կատարվել։ Ասում է, ինչ-որ մեկը համացանցով որոնում է տվել ոչ թե Մեծայրում գյուղը, այլ Այրում քաղաքը։ Արդյունքում Լոռու մարզի Մեծայրում գյուղի փոխարեն ազդակիր համայնք է ճանաչվել նահատակի ջրամբարից 6 կիլոմետր հեռու գտնվող Տավուշի մարզի Այրում քաղաքը։ Մեզ պատասխանել են լիազոր մարմիններից, որ կարծես թե ակնադիտում են իրականացրել, այսինքն լիազոր մարմինները իրականացրել ակնադիտում, աչքով են նայել եւ ասել են, որ կարծես թե ակնադիտման արդյունքում որևէ վտանգ սպառնացող երևույթ չեն նկատել։ Աստված մի արարցե, եթե կատարվի, որ տեղումները շարունակվեն կամ մեծ ջրերի հոսք կատարվի, երկրաշարժ կամ որևէ բնական աղետ կատարվի, դա խիստ վտանգավոր է։ Ըստ ֆերմերների, Պոչամբարը գտնվում է նահատակ գետակի վրա, այսինքն վնասակար նյութերն անմիջապես գետակն են լցվում։ Օլեգ Դուլգարյանի խոսքով, ըստ Ախթալայի կոմբինատի հաշվետվության, դեռ տարիներ առաջ այս Պոչամբարը պետք է ցամաքած լիներ եւ կոմբինատի թափոնները մշակված նոր տեխնոլոգիայով չորացվեին Շամլուխ գյուղի բաց հանքի տարածքում, բայց այստեղ թափոնների միայն փոքր մասն է չորացվում, մնացածը էլի լցվում է նահատակ Պոչամբարը։ Վերջի տարիներին նաև արդեն շատ Շամլուխի բնակիչներից են ահազանգներ գալիս, որ այդ գործընթացի պատճառով իրենց մոտ գլխացավեր են առաջանում եւ այլն եւ այլն։ Հողմշակողներն ավելի են քիչացել, ճիշտ է, հանք երբ շահագործում են, մեծ խոստումներ էին տալիս, որ այս 100-ավոր աշխատատեղեր կբացվեն, բացվել են իհարկե 100-200 ընտանիք երևի գյուղից աշխատում է այդ հանքերում, բայց 1000 մարդ էլ թողել է հողի մշակությունը, գյուղատնտեսությունը թողել է։ 10 տարի առաջվա բան եմ ասում, դեղցեն եմ ունեցել, լավ սորտի դեղցեն եմ ունեցել, 4-րդ, 5-րդ տարուց սկսեց արդեն վատանալը։ Հարևանությամբ լեռնահարստացման կոմբինատի մյուս երկու Նազիկի եւ Պայթուցիկների ձորի Պոչամբարներն են, որտեղ ամբողջ սարալանջերը 4 թափոններով են լցված ու ռեկուլտիվացված չեն։ Ընկերության աշխատակիցը հիմա տարածքային կառավարման նախարարությունում է աշխատում, առաջ լեռնահարստացման կոմբինատում էր աշխատում եւ այն ժամանակ է տեղի ունեցել եւ ինքը տեղյակ էր եւ մենք պահանջում էինք, որպեսզի այս թափոնակույտը ինչ որ ձև կոնսերվացնեն, ռեկուլտիվացնեն, մի օր տեսա, որ այստեղ sense ձևական ավտոմեքենայի պակրիշկ են դնում եւ որոշ ծաղիկներ են փորձում վրին sense ցանել։ Այս ճանապարհն է տանում դեպի Ախթալայի վանական համալիր, որտեղ զբոսաշրջիկների հոսքը միշտ մեծ է, ու նրանց համար եւս տարօրինակ է այս թափոնների առկայությունը։ Օլեգ Դուլգարյանի խոսքով, մոտ 20 տարի այս ձորերն են լցվել կոմբինատի թափոնակույտերը, որոնք անընդհատ ռեակցիայի մեջ լինելով ժանգի գույն են ստացել։ Այսպիսի օրինակներ բազմաթիվ են Ախթալա Շամլուխ ճանապարհի եզրին Ախթալա գետակի ափին։ Այսինքն դա եղել է պրակտիկա, որպեսզի թափոնները բերեն ձորերում sense կուտակեն նույնիսկ Ախթալա գետի ափերին։ Բնապահպանները, ֆերմերները խնդրին համալիր լուծում են պահանջում, ասում են պետք է հանքավայրերի նկատմամբ պետական վերահսկողությունը խստացնել, առողջական եւ տնտեսական վնասների փոխհատուցման պահանջով տարածքների բնակիչներից ստացված տասնյակ գործեր կան Հայաստանի նաեւ Եվրամիության դատարաններում, բայց դրանք դարձել են անվերջ քննվող։ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի հանքարդյունաբերական վատ գործունեության մասին ահազանգերը գրեթե արդյունք չեն տալիս։ Կոմբինատի սեփականատերերը այդպես էլ հետևություններ չեն անում եւ շարունակում են վնասակար նյութերով աղտոտել շրջակա միջավայրը։ Կարինե Կազարովա, Էդգար Քալեսյան, Ռեգիոնս TV։